Ձեզանից ուզում եմ կարծիք իմանամ, մասնագետ է պետք էլի։ Ես կտանք, մենք կոնկրետ սառատումների իրավական հիմքերը վերանայել ենք, կներկայացնեմ, դուք էլ մի օր ձեր լսարանին կասեք, որ իրականում ոչ մի խայտառակ թույլ հիմքերով ու սրա համար խորը ծանր քրեական հետապնդումներ են, պետք է բոլոր պատասխանատուները։ Առանց հստակ հիմքերի, հստակ ավականու որոշում կա, քաղաքապետի որոշում կա, կարգ կա, կանոնակարգ կա, կառավարության որոշում, չեմ ասում տեղական կառավարության օրենքով, հստակ գրված է, որ դեպքերում կարա Երևանում իրավունք ունեն ծառ գտել։ 5 դեպքից որևէ դեպքը սա չէ, առաջին օրինակ վթարային կարա լինի, չէ՞ որ, չգիտեմ, կամ կոնկրետ այդտեղ ճանապարհ պիտի անես կամ անում ես որևէ ծրագիր 5-ամյա քաղաքաշինական։ Թումանյան փողոցում որևէ քաղաքաշինական ծրագիր չկա։ Նոր փողոց չեն կառուցում, չէ՞։ Չենք կառուցում, ոչ մի բան չեն անում, անգամ տիպը բան, բազա մայթեն, Չէ, մայթեն, նոր բան նկատի ունեմ, այսինքն որևէ բան իրականում առողջ չէ։ Ծառ 90%-ը, 95%-ը առողջ են։ Երբ դնում եք այդ սաղ արդյունքով կամ բանով վազելով գնում փթած գտնում են, հասկացաք, սաղով մատով ցույց են տալի։ Իհարկե կարող 80 ծառից մեկը կամ երկուսը կարող լինի։ Դա խորը անցանք է, հանրապես որպես իրավական մասը, բայց նաև բարոյական առումով Երևանի ու երևանցիների հանդեպ։ Բայց ես մի բան ասեմ, մենք անցած տարի տերտերից մեկին խնդրել էինք, ասի իրանք ինտերվյու են ուզում, ես ասեցի գնանք, մտնենք, զգուշացնենք Թումանյանի 30 բիզնես մտանք, տնտեսվարով։ 30-ից գիտեք, ասում գիտեք, որ վաղը գալու են ձեր ծառերը կտրեն։ Դա նշանակում է ձեր բիզնեսը կվատանա, որտեղ 6 ամիս Երևանը ունես խայտառակ շոկ կա, մարդիկ սկսել են ենթագիտակցորեն ընտրել օրինակ Պուշկին փողոցը կամ Սայաթը, որտեղ կա պլատաներ կամ Նեղահով։ Ասում դա չի ասում կամ ընդհանրապես պես երևանցի սեփականատերերը, տարածքների բիզնեսները, հարևանները 30-ից 28-ը ասեցի մեզ բացարձակապես մեկ ուզում են կտրում են թող կտրեն։ Այստա շատ անթրոպոլոգիկ խնդիր է, որտեղ Երևանը չի դառնում համայնք, հասկանում եք, քաղաք դառնում է այդ թաղերից։ Դրա համար ասում եք գնանք թաղից թաղ, օրինակ Թումանյան փողոցը, ասենք սկսես Թանգարանից, չէ՞, մինչև Խանջան Ալավերդան, տարբեր թաղեր են, կինոմոնսման կլինի, պավիլյոնը կլինի։ Պետք է թաղերով բոլորին հավաքես, ասա եղբայր ձեր թաղի ծառերը կդնում են, այն ժամանակ չէի կարող, չէ՞, թաղում կներեք 1000 ներողություն, գիշերը վատ բար, թաղի մեծերը կամ տղեկը գալիս են ասում, այս ինչ ես անում։ Այսինքն Երևանցին չի թողում իր բակում ծառ տնկի, բայց քաղաքի փողոցի համար ինքը տեր չի, այն չի հետաքրքիր միջա կատարում։ Որտեղ հանկարծակի մարդիկ, իսկ ուղղեմ ասում հանկարծակի, որտեղ այսօր այդ հողակի ղեկավարը նույն հողակի ժամանակին ազատվել աշխատանքից քրեական գործերի պատճառով, այսինքն չեմ հիշում յուրացում էր թե կաշառք էր թե կոռուպցիա էր թե ինչ էր, այդ մարդուն արդեն այդ աշխատանքից ազատել եք։ Վիկտոր ջան, հիմա այդ նույն մարդը ինչ օգուտ ունի, որ այդ ծառերը կտրում է։ Ես շատ բան եմ լսել, բայց չեմ ուզում անձնական, մենա, ասում, կարող ծախում են, փեդից սկսած ծախում են, դեռ չասրացում։ Բուսաբանական այդպես կաթացել է 1 միլիոն դրամ։ Հա, իրականում ասենք եթե մի դուբը վերցնես, կարող 3 խորանարդ, 4 խորանարդ, մի խորանարդը մոտավորապես Դուբովը Ալիան կտրել է։ Այո։ Չի կարող պատահել։ Բուսաբանականը։ Այո, բուսաբանական։ Վայ, ինչ եք ասում։ Այդ դեպի ծառավարում այդ կողմը։ Չգիտեմ, ես շատ է, այսինքն գիտեք ինչ։ Բայց մի հատ դուբով է։ Մի հատ էր, իհարկե, Դուբովին մի հատ էր։ Մեկը օրինակն է, կարա այս մաժևելնիկիները կամ տույաները գա կտրի։ Օրինակ։ Չի կարա, չէ, ըստ որն է։ Հիմա չի կարա։ Բայց ձեր ասելը սա քրեական գործ է, ոչ թե միջինգի։ Հիմա կարող է, չգիտեմ, քննչականից ինչ որ մեկը ավարտական ակտի հարց ունի կամ շենքի շինթույլտվության հարց ա ուզում քաղաքապետարանում լուծել, օրինակ եմ ասում, էլ ամեն ինչ ասում եմ ես այս մարդկանցից։ Այս թուղթը ինձ եք տալու։ Ես այս թուղթը ես տալիս եմ, դուք կարող եք ուսումնասիրել։ Ես բերել եմ, որ համ մեր լրագրողներ, համ մեր մասնակիցներ։ Ձեզ հիմա պետք է, ասա։ Չէ, ես փոխանցեմ բանական, հիմա տալիս եմ ձեզ։ Մի հատ մենակ մի վարքան մեկին մի հատ նշում եմ արևորը ցուցադրում, հա, որտեղ որևէ իրավական նորմալ հիմք չունի։ Ու հավատացած եղեք, մի օր այսպես բոլորս գնալու ենք այդ մարդկանց վատ բան եմ ասում, չեմ ուզի որևէ մեկին տանիքի դատապարտվի, ընտանիքից զրկվի, բայց ինչ որ մեկը պիտի մի անգամ պատասխանատվություն կրի, դա կներ Երևանը, դա մի հատ ճարտարապետ էս քաղաքում։ Այդքան անօրինական էս բարձր շենքերի համար հատկապես կենը։ Մի հատ էս կանաչապ, միջև 2 հոգի պատիժը չկրեն, խելքի չեն գա։ Դա համար անպատիժ են, ով ինչ ուզում անում է, 20 տարի, 30 տարի, հատկապես սկեց 6 տարին, հատկապես վերջի 2 տարին, ընենց կառուցապատումը, ընենց խորը անհարգանք է Երևանցու հանդեպ, դուք չեք պատկերացնում։ Սենց բան երբևէ Երևանի պատմության մեջ, գիտեք մարդիկ են ժամանակ հարցը գիտեք որ ախր հակակշիռներ են եղել։ Ո՞րն է այդ հակակշիռը, որ այսինքն եթե կանաչապատումը սխալ անում, այն ժամանակ թաղապետը կանաչապատման
իրական հետ է կամ հիմա չի աշխատում, օրինակ կանաչապատում անում, օրինակ այդ բնապահպանության վարչությունը պետք է հակակշիռ լինի, կամ եթե դա չի աշխատում, պետք է լավ ասենք հեշտ իրավապահ մարմիններ ասեն, բայց իրականում անօրինական է սա։ Դուք չեմ ասում, դուք տեսել եք Թումանյանի ծառերից 15 օր, որ նկար կախացին են, որ այս ծառերը վերացրել են։ Նախորոք, հա։ 15 օր պետք է լինի։ Դուք տեսել եք այդ տոմսերը։ Ոչ մեկ այդ տոմսերը չի տեսել հատման։ Դուք տեսել եք հիմքերը, ոչ մեկ չի տեսել։ Առավոտ շուտ եկա, մեկը մի օր արթնացեք, իմացանք։ Հասկանում եք։ Դա իրանց հերթական անհասկանալի պատմություն է։ Այդ պետք է հասկանալ վերջը ոնց է։ Այնտեղ մեկու մեջ ծառեր մնացել են։ Հա։ Մեկու մեջ ծառեր Չէ, մնացել Աբովյանից հետո, Աբովյանից հետո, չէ, Սարյանից միջև Աբովյան մնացել է մի հատ ջազվեի դիմացի թեղին եւ մի հատ էր Սասի դիմացի կաշտանը։ Բանից հետո կներեք, հա, չխանգարեք, մնացածից հետո, հա։ Այդար, նայեք, եթե ես հարցում եք Թումանյանինը չի։ Հարցը նա որ հիմա Երևանում հարյուրավոր բնաբաժակներ, խնդրում, դուք սաղորը կարում եք, նկարեք ինչքան ազատ բնաբաժակ է Երևանում։ Կենտրոնում քանյակ, բայց ինքը հազարավոր ազատ բնաբաժակ է թողած, այդ դրանք չեն տնկում, գնում են, ասենք առողջ ծառերներ։ Մեկը մենք մի օր իմանալու ենք խեն դա արել։ Իմացեք, մի օր դա պարզվել է, որտեղ մարդիկ ոչ այդքան խելք ունեն, որ այդքան շնորհք ունեն, ոչ էլ որ կարողանան թաքցնել։ Մենք արդեն կասկածում ենք, անձնական ուզում թե ինչի է։ Արդեն կասկածում ենք, վաղուց։ Ես Վիկտոր ջան, էլի մի բան հասկացանք, լավ մեկնաբանեցիք։ Մեկ էլ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ այն սրճարանի առջևը, որ Փելեշյանի այդ բանը ինձ ասացին դուք եք դրել ձեր ընտանիքը։ Ես եւ հայրս ժամանակ արեցինք, որտեվ ախր գիտեք ոնը, որ ժամանակին քաղաքային իշխանությունը չէր թողում, 2-3 տարի չեն թողում։ Ու պարոն Փելեշյանը ասում էր, ախր ինչի է, ինքը ասեց, չեմ զուն կինո Մոսկվայի դիմաց ոնց որ սա։ Ասեց ախր իրանք պետք է հասկանան ինչի է խաչում, որտեվ արտավաս Փելեշյանը 9 տարեկանում որ եկել առաջ անգամ Կիրովականից մամայի հետ Երևան, այսպես եկել ու այս խաչմերուկի առաջին ֆիլմի բանն եմ տեսել, այդ ստուդիայի այդ որ հավաքում են, հասկանում եք, Սյոմոչնի այդ ոնց է կոչվում, ընկերներով էլի աշխատանքային, ասում ես այնքան էի տենց տպավորվել, ասում մեծանամ դառնալը, ինքը այդ օրվանից, դա եղել է այդ խաչմերուկում, եթե ինքը գիտեք հիմա ցավոք նաև կնոջ, ինքը հիմա շատ քիչ է իջնում, եթե իջնելուց միայն իջնում է այդ հայտնի բանը, Ջեմինի Կարոյի կաֆեն է, բարբեց, ամենալավ կաֆեն է սա։ Շատ լավ գործ եք արել։ Մերսի։ Դուք եք շատ լավ գործանում, որ Էրիկա Յարգովանք, ստեսն ձեզ, այդ թուղթը ես կսպասեմ։ Ես անպայման ես հեսա ձեզ կուղարկեմ, հա։ Ինակ մի վարքա մի հատ ուղղակի նշում եմ արել, որ ցույց տամ, էլի կազմակերպիչներից մեկին, ու ես ձեզ կարող եմ ձեր Facebook-յան էջին կամ Դավթի միջոցով ուղարկել ձեզ։ Messenger-ով ուղարկեք։ Հա, եղավ Վիկտոր ջան, շնորհակալություն։ Մենք ուսումնասիրեք կտենակ ինչքան Այո, ես անընդհատ ուզում եմ մի հատ նորմալ հասկանամ։ ու կտենակ որ լրիվ Ուղղակի էմոցիաներ են, թե իրոք բան կա էլի դրա տակ։ Մեկ էլ ձեր խնդրեմ դուք որպես շատ լավ հանրահ հռչակ Երևանի խնդիրն է, նկարեք հանրատ բնաբաժակ կա։ Տեսեք ինչքան ազատ բնաբաժակ կա Երևանում։ Նախ այդ խոսքը հիշեմ բնաբաժակ։ Բնաբաժակը հասկացա իմաստը։ Դա տակ է որ պետք է լինի։ Հա, այդ ես էլ եմ նկատել շատ է։ Եղավ Վիկտոր ջան, ձեզ հաջողություն։